Օրերս կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ մեր մարզիկները ցուցաբերեցին գերազանց արդյունքներ։ Նրանք այս անգամ Հայաստան վերադարձան 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալով։ Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը խոսելով խաղարկության արդյունքների մասին ասաց, որ 4 մարզիկները հակառակորդների հետ պայքարեցին իրենց ուժերի ներածին չափով։ Մենք լրիվ պատրաստել ենք մեր վարությունները։ Բավականին բարդացրել ենք, փոփոխություններ արել ենք։ Մեր աչքին երևում էր շատ լավ, բայց թե որտեղ կգրավեինք, այդ մենք չգիտեինք։ Ու ամենակարևորը տղաները արեցին այն ինչ որ կարում էին անեն։ Իրանց ամենալավագույն մասնակցությունն եղավ։ 6 մարզաձևում 4 մեդալ նվաճած հայ մարզիկները Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը վստահ էին իրենց հաղթանակին եւ պատրաստվածության աստիճանին։ Կապ չունի թե մեզանից ով առաջ տեղը կգրավե։ Իհարկե յուրաքանչյուր սպորտսմեն ինքը ձգտում է հասնի փառքի գագաթնակետին, օլիմպիական խաղերի չեմպիոնությանը։ Միանշանակը բոլորս էլ ուզում ենք ոսկե մեդալի։ Սպասում էի գնահատականին, տեսնենք թե ում միջոցով կգա Հայաստան, բայց հիմնական ուրախությունը այն էր, որ մեր հիմնան նորից հնչելի է ու ոսկին Հայաստան է գալու։ Խոսելով իրենց հետագա անելիքների մասին, հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Սերոբյանը ասաց, որ իրենց հաջորդ քայլը մայիսի 25-ից 27-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունն է, որին կմասնակցի Վիգեն Խաչատրյանը։